Աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին ասում եմ ողջույն։ Ուշ երեկո ենք սկսում մեր վլոգը Էմատատիկի ծննդից մի օր առաջ։ Անդրանիկը տուն է եկել գնումներով, շատ հետաքրքիր բաներ ա բերել։ Չորացրած մրգերի ընտրանիկ են, տեսեք, տարբեր մրգեր են։ Հիմա բացենք, տեսնենք հələ մեջը ոնց է։ Ու նայեք, այս են հարգելիներս, տեսեք։ Շատ բարի։ Հաջորդը արմավով կոնֆետներ են, այն որ ես շարժարում պատրաստում եմ, սա ոնց էր դրանց արդեն կարելի ասել պատրաստի տարբերակն է։ Այսպես։ Նայեք, այսպես արմավը շոկոլադե պատ։ Սա միայն սև սալորիչիր է, էլի լավ, այդ չբացում արդեն ձեզ համար պատվան, սրա մենակ սալորն է։ Սա լորամրգի չիր է, կարծում որ մանր պիտի որ լինի, այո։ Նայեք չամիչի պես։ Խվածքաբլիթներ ջեմով, ինչի ջեմով է, բանի, հապալասի ջեմով խվածքաբլիթներ։ Ոյ, հոտը բույրը էս ինչ է անում։ Անսահման փափուկ։ Անսահման համով։ Այս օրեոյի խվածքաբլիթները նույն հենց Kinder Delice-ի համն ունեն ու շատ համով են, առեք փորձեք կտես։ Դե սրանցից ես ինքս բազմից սառել եմ, շատ սնիկերսի համին նման են, շատ համեղ են։ Սա փանքեյք է։ Եվ այսպես բատոն մեջ։ Այսպես։ Ստեղ այս քաղցրավենիքները դրեցի, չոկոպան տատիկի ամենասիրելի, ինքը այն որ ամեն տեսակի թխվածքաբլիթներից հրաժարվում է, բայց չոկոպան շատ է սիրում, այդ պատճառով այստեղ ունենք չոկոպա, սրանք իմ առանջակը քաղցրավենիքներն են, ինչպես տեսնում եք, կոնֆետները լցրեցի, չարազեղեն, սա լորամրգի չրից մի փոքր լցրեցի ու սպասենք հիմա Անդրանիկը գնացել է խանութ, որպեսի գնի տորտ եւ մոմեր 8 ու 9։ Հələ մի հատ զգում եք, չէ՞, ինչ լուրջ թվերի մասն է գնում խոսքը։ 8 ու 9։ Թող Աստված բոլորիդ հասցնի այդ թվերին, բայց լավ կերպով հասցնի, ձեր ձեռքով, ձեր ոտքով, առողջ, սիրված, պետքական, ամենակարևորը բոլորին։ Այդ ճանապարհով եթե պիտի հասնենք բոլորս 89-ի, ապա թող հասնենք։ Ուրեմն քանի որ այսօր Էմատատիկի ծննդյան օրն է, բնականաբար ուտելիքը եւս պետքա տատիկի սրտով լինի։ Ուրեմն սա խոզի միսը, որը Վարդենիսից են բերել, պապաս էր առել, դրել ինձ հետ։ Քանի որ տատիկը դժվարանում է խորոված կամ տապակած, ինչ որ sense բաներ ուտելը, ես որոշեցի պատրաստեմ իր ամենասիրելի ձևով, իսկ դա այս միսը իր գոլոշիով եփելու տարբերակն է, շատ համեղ տարբերակ է։ Ես սա շատ հաճախ պատրաստում եմ ամեն մեկի բաժինը փայլաթի թեղի մեջ, բայց այս վերջերս մի անգամ չունեի փայլաթի թեղ, ստիպված պատրաստեցի սենց հրակայուն ապակյա տարայի մեջ ու մի քանի անգամ ավելի լավ էր ստացվել եւ հետո մի անգամից այդպես մատուցում ես մեծ սեղանին։ Այսպիսի հրաշալի կտորներ ենք ստանում։ Նայեք, թարմությունը։ Խնդրեմ, սա այս քանակությամբ ստացվեց միսը։ Հիմա գաթան կտրատելու դանակով եմ կտրատում, որպեսզի ուղղակի սիրուն լինի, այնց ինչ որ հատուկ նպատակ չի հետապնդում։ Կրկին քառակուսիների ենք բաժանում կարտոֆիլը եւս այսպես։ Այս ամեն ինչը համեմում ենք աղով։ Եթե աղը քիչ լինի, ես էլի կանեմ սև պղպեղով։ Մի քիչ խմելի սունելի, շատ քիչ։ Կարմիր պղպեղ, վալյատատիկի չորացրած ռեհանն ու ցիտրոնն է, այսպես։
Հիմա սա մի հատ խառնենք, պետք լինի համեմունքները նորից ավելացնեմ։ Ես հասկացա, որ դժվարանում եմ խառնել այդ փոքր աման մեջ ու լցրեցի մի հատ sense մեծ տարայի մեջ, հավեսով խառնեցի, աղը ստուգեցի, ինչը որ զգացի պակաս է, մի խոսքով տեղը տեղին խառնել եմ։ Հիմա ամբողջությամբ արդեն պատված է ամբողջ համեմունքներով։ Հիմա սա մի հատ դնենք մի կողմ, կտրատում ենք շատ բարակ, բայց կիսալուսնաձև։ Սա հիմա մի հատ ասած լավ խառնում ենք, այնց որ ճզմվի մի քիչ սոխը։ Շատ քիչ քանակությամբ ձեթ եմ լցնում, մի քիչ, դե տեղից խոզի միսը յուղոտ է, բայց այս ձեթը մի քիչ պետք է։ Այսպես, շատ պինդ ամուր փակում ենք փայլատի թեղը։ Գոլոշի մի փոքր թեկուզ հանկարծ չպիտի դուրս գա, որ դուրս եկավ, էլ արդեն այն չի լինելու։ Պետք է ամբողջությամբ ինքը իր բղի մեջ, իր գոլոշու մեջ եկվի, ինքն իր ջրով։ Մենակն ենք անում տակից տեղ թողենք թափանցիկ հատված, թողենք ազատ, որ ըտեղից հետևենք տեսնենք նորմալ եփվում է, թե չէ։ Դեռ սա գնում է ջեռոց 1.5 ժամ։ 1 ժամը մոտավորապես տենց 200 աստիճանի տակ, վերջին կես ժամ իջացնում ենք 180, թողնում ենք լավ, ինքը իր ջրի մեջ եփվում է։ Գնաց։ Այսպիսի համեղ, մի հատ նայեք ինչ փխրուն, տակի հեղուկը գոլոշին խանգարում է, որ լավ երևա, այսպես համով ուտելիք է լինում։ Այ այսպես։ Նայի Վահան, տատիկի տորթն է, պապան բերեց։ Ասա շնորհավոր տատի։ Տատին էս իր մոմերն ենք ցույց տալիս, ասում է այդ մոմերը չգցեք ինքում, պահեք, ձեզ էլ պետք կգա։ Տատ չեմ կարծում, որ այս տեմպերով շարունակվում ենք ձգենք։ Անդրանիկն ասում է ինչ որ անանասի նաչինկայով տորթ է։ Նայեք։ Տենում ես տատ ինչ տորթ է։ Բարոքերով հացրեք է տարիքին, բայց լավ ձևով հացրեք։ Հուսանք։ Վահան, մեր տատիկը այսօր դառնում է 89 տարեկան։ Այ այսենց։ Էմա տատիկը 89։ Ոյ։ Հիմա տատի։ Եկեպիտե տենց չի կարել։ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձն է տատիկի, տարեդարձ է այսօր։ Լավ ուզում աղուակի հանի։ Հանեցի։ Լավ մարդկանց Լավ մարդկանց կտրատեմ։ Թե ջեմա։ Ոյ։ Օպա։ Շատ չկզրեց, որ մի պուչուր կզրեց։ Տատի գիտես ինչ համով է։ Ու Թանկագիներս ինչպես տեսնում եք եւ ինչպես հասկացաք, ես գտնվում եմ մեր առաջին հարկի խոհանոցում։ Սպասեք, ես պատուհանը բացեմ, այստեղ ամբողջ ձմեռ ոչ ոք չի եղել, թող մի հատ լավ օդ խաղա, իմիջայլոց մի հատ էլ կա, ոյ, ահա, հիմա սա կլվանամ, կկտրատեմ, հենց այստեղ կբաժանեմ մասերի ու կտանեմ վերև, մեկ անգամի օգտագործման տոպրակների մեջ ու տենց կուղարկեմ սարցախցիկ, հենց պետք լինի արդեն կտրտած վիճակում ունեմ, ես բոլոր պարագաներով եմ եկել այստեղ, այսենց,
Մեծահասակները, որ մեծանում են կամաց դառնում են հենց փոքր երեխաների պես։ Նույն երեխաների վարքագիծն են կամաց դրսևորում, նույնչափ ուրախանում են, նույնչափ կարան տխրեն, նեղանան։ Այնքան հետաքրքիր է, ու մենք ամեն տարի նշում ենք էմատատիկի ծնունդը, պարտադիր, այտենց տարի չի եղել, որ բաց թողենք ու ավելի ճոխ ենք նշել առհասարակ քան այս տարի, բայց միևնույնն է տատիկը անսահման ուրախանում է ամեն անգամ հենց մենք պետքա նշենք իր ծնունդը, որ արդեն նշեցինք, տորտ բան փչեցինք, սենց հաց-մաց կերանք, տատիկը գնաց իր սենյակ նստել էր, ես էլ գործ եմ անում էլի խոհանոցում, ափսեներն եմ լվանում բան, մեկ էլ լսենք ես ու Անդոն, որ տատին քթի տակ happy birthday to you-ն երկում ասում եմ, Անդոյին ասում Անդելը մինչև հիմա ինքը հենց հիշում է էլի այդ բանի ազդեցության տակ է տորտ փչելու։ Պիտի որ նկատած լինեք, հարգելի հետևորդներ, որ ովքեր որ տևական ժամանակ մեզ հետևում են, որ ես ու Անդոն եւ Վահանի եւ էմատատիկի ծնունդները ջանում ենք, որ ընտիր անցնի, շատ լավ անցնի, ու մեր ծնունդին այդքան կարևորություն չենք տալիս, նշում ենք, ոնց եղավ, ու այնքան հետաքրքիր է, որ ստացվում է մենք տատիկի թորներն ենք, նու Անդրանիկը թորն է, ես հարսն եմ, բայց շատ սենց այդ ծնողի հոգատարությամբ ենք ավելի շատ մենք մոտենում տատիկին, քան այն որ մենք իր թորներն ենք։ Մեծի նման հոգ ենք տանում էլի եւ տատիկին եւ Վահանին ու ամենակարևորը հավասար։ Չի լինում որ մի հատ Վահանի պահանջը ավելի վերդասենք, քան տատիկինը։ Չէ, կապ չունի։ Մարդիկ են, ովքեր երկուսն էլ մեր պատասխանատվության տակ են, մեր խնամքին են, այսպես ասած, բնականաբար արդեն էլ տարբերություն չենք դնում, դա մեր երեխան է, թե տատիկն է։ Երկուսն էլ մարդիկ են, ովքեր ունեն խնամքի կարիք, որոնցից որ եթե ձեռքդ վերցնես, շատ վատ վիճակում կհայտնվեն, այսպես ասեմ։ Երեք ուրեմն տատիկը մի հատ նենց հարց տվեց ինձ, այդ պահին շատ ծիծաղացել ենք տատիկի հետ, բայց հետո նենց մեղքս եկավ։ Կարա խնամակալը, ով որ խնամումա տվյալ տարեց մարդուն, տանի այդ մարդուն թողի ծերանոց։ Տատ ջան ասում եմ, դե որ մարդ ի վիճակի է իր երեխուն տանի թողի մանկատուն, վստահաբար կլինեն մարդիկ, ովքեր նաև իրանց մեծերին կտանեն կթողեն ծերանոց, հա, կարան, խի չեն կարա։ Ծիծաղելով ասում տատ ասում դու ինչի համար ես հարցնում, իմ համար ես հարցնում, վայ ասում ա Մարիամ ջան, ես քո կերած կաթը գիտեմ, դու նենց ընտանիքից ես դուրս եկել, դու կյանքում ինձ չես տանի ծերանոց։ Ծիծաղում ասում այ տատ ասում տենց բան էլ երբեք մտքովդ չանցնում, չէ, ես ուղակի եմ հարցնում, ինձ հետաքրքիր է։ Օրինակ իմ խնամակալը դու ես սոցապում էմատատիկի խնամակալը որպես ես եմ գրանցված, այլ նպատակ չի հետապնդում։ Ուղղակի քանի որ տատիկի խնամում եմ ես, բնականաբար տատիկի բոլոր գործերն էլ արել եմ ես։ Կա նաև իմ ստորագրությունը մի շարք թղթերի մեջ։ Դու ոնց ես պատկերացնում ինձանից նման բան։ Այ մարդ, ես քո պահով չեմ ասում, ինձ զուտ ուղղակի հետաքրքիր էր։ Ասի թո հետաքրքրի բոլոր նրանց, ովքեր վատ երիտասարդի ձեռք են ընկել, վատ հարսի ձեռքում են ապրում, թող նրանք անհանգստանան, դու մի անհանգստացի, դու այդ խնդիրը չունես։ Քանի որ մենք այսօր այս թեմայի մեջ ենք, եկեք խոսենք այդ թեմայով։ Մեծանալու մտավախությունը իրականում նույնիսկ իմ մեջ կա, բա ոնց ա լինելու, որ մեծացանք, ինչ ա լինելու, վերջը ոնց ա լինելու, բայց անկեղծ ես մաղթում եմ բոլոր տարեցներին։ Տեսեք քիչ առաջ իմ բարեմաղթանքի մեջ ես նշեցի, որ մեծանաք ձեր ձեռքով, ոտքով մեծանաք, պետքական լինեք, չէ՞ մարդկանց, բայց իրականում պետքական լինեք, չլինեք ձեր ձեռքով, ոտքով լինեք, թե չլինեք, դուք կունենաք ապահով երջանիկ ծերություն, եթե ձեր խնամող, ձեզ պահող երիտասարդները լինեն լավը, շատ լավ մարդիկ։ Իրենք ամեն կերպ, ամեն ու կապ չունի, դա ձեր հարազատ թորնա, չգիտեմ, հարսա, հարսի հարսա, օրինակ ոնց որ ես ընդհանրապես կապ չունի, եթե շատ վատ, անդաստիրակ, անհասկացող, չմբռնող մարդիկ եղան, ինչքան ուզում եք լավ եղեք, ով ուզում եք ձեր կյանքում լավ եղեք, ինչի ուզում եք ձեր կյանքում հասած եղեք, միևնույնն է դուք այդ մարդու համար համարվում եք ոչ մի բան։ Եվ վստահաբար ձեր կարիքները տեղափոխվելու են երկրորդական, երրորդական կողմ, առաջնահերթ լինելու են իրենք, իրենց երեխաները։ Նենց որ
ծերության օրոք ամենալավ նվերը մարդուն դա լավ հարազատներով շրջապատված լինելն է, լավ արժանի զավակներ ունենալն է եւ այն մարդը, ով քեզ պիտի մի աման հաց տա, ինքը ուղղակի շատ լավն է դրա համար էլ դու ունես այդ մի աման հացը։ Շատ հաճախ գրում եք, ինձ գովում եք, հա, իմ ծնողներին եք գովում, որ ինձ նման մարդ են դաստիարակել, ինչի համար ես նաև ձեզ անսահման շնորհակալ եմ, հարգելիներս, քանի որ մարդը իրականում մի 10 անգամ ավելի է անում այն ամենից, ինչ որ իրանից պահանջվում է, երբ որ իրեն գովում են։ Իհարկե, տատիկին եւս շնորհակալ եմ, քանի որ ամեն մի հատ մի բաժակ սուրճ, sense մի աման հաց, որ տալիս եմ տատիկին, պարտադիր ստանում եմ լիքը շնորհակալություններ, գովեստի խոսքեր։ Վերջ թանկագիններս ամբողջը կտրատեցի, հիմա միասին բարձրանանք վերև ու ճանապարհենք Սարցախցիկ։ Ոյ։ Սա էլ մեր մեկ անգամյա օգտագործման տոպրակները։ Մի հատ փոքրիկ էմատատիկի կացան է սա։ Ու սա թանկագիններս եփում եմ սոխով, բրնձով, գազար մեջը մի քիչ, երբեմն եթե լինում է ծիրանի չիր եմ կտրատում մեջը, ամբողջը ջրով եփում եմ, հետո բլենդերը մեկ գլխիկանի հարում եմ, սարքում եմ խյուս, այսպես ասած, եւ դրա վրա էլ տաք կարագ եմ դնում ու մատուցում եմ։ Այտենց այն ժամանակ ես պատրաստում էի Վահանի համար եւ տատիկը սիրեց կերավ ու առ այսօր տենց էլ ապուրի այդ ձևը մնացել է տենց նույն ձև։ Էս հիմա կդնենք ենկում, մնացածը արդեն Օրինակ սա էլի տատիկին մեկ անգամվա հերիք է, այսինքն փոքր ենք անում, որ ամեն անգամ ամբողջը չհալածնենք հետ։ Ահա թանկագիններս, այսպես ամբողջությամբ այդ բաժինը լցրեցի տատիկի դդումները 1, 2, 3, 4, 5, 5 հատ էլ դեռ կարող եմ պատրաստել, չենք մոռանում, որ եւս մեկ մեծ դդում տատին ունի, ինձ որ տաճան քեֆ։ Ես այստեղ մի մեծ արկղ պատվերներ ունեմ ինձ հասած, այսքանով եզրափակում եմ այս վլոգը, որպեսզի հաջորդ վլոգում հենց սենց սկսվելու է, ես ասում որ արդեն տրամադրվեք, հաջորդ վլոգում կազմելու ենք մի քանի մարտիրոսյան նվերներ Վահանիս մասնագետների եւ իրեն պարապող մանկավարժների համար ու այս ամբողջը սենց նվերներ ա ոնց տեսնում եք, չեմ ասում որպեսզի գաղտնիքը այդքան չբացահայտեմ, բայց ես փոքրիկ ցույց եմ տալիս, որ հետաքրքիր լինի, արդեն տուփեր եմ գնել, նվերների տոպրակներ եմ գնել, նվերներն եմ գնել։ Հաջորդ վլոգը լինելու է այդ նվերները կազմելու վլոգը։ Իսկ ձեզ այս վլոգում ասում եմ շնորհակալություն իմ վլոգը մինչև վերջ դիտելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք շատ շուտով հերթական հետաքրքիր նվերներ պատրաստելու վլոգով։ Առայժմ